տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է արյան դոնորի համաշխարհային օրը։ Սա հնարավորություն է եւս մեկ անգամ հիշելու եւ գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ արյուն են նվիրում հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի։ Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչեւ 3 մարդու կյանք։ Արյան դոնորի օրվա կապակցությամբ Յոլյանի անվան արյունաբանական եւ ուռուցքաբանական կենտրոնն ու ազգային ժողովը համատեղ կազմակերպել են արյունատվության ակցիա։ Ակցիայի ընթացքում արյուն են հանձնել ազգային ժողովի падգամավորները, աշխատակազմի ներկայացուցիչները։ Ես կարծում եմ յուրաքանչյուր ոք, ով ապրումակցում է եւ հասկանում է, որ հիվանդությունների հաղթահարումը կախված է նաեւ իր մեկ քայլից եւ այդ մեկ քայլը արյուն հանձնելն է, պետք է որ չվարանի եւ սիրով մասնակցի նման ակցիաներին։ Եվ հնարավորությունը, որ մեզ տրվեց, ես կարծում եմ, որ պետք է օգտագործվի բոլորիս կողմից փրկելու համար կյանքեր, փրկելու համար ճակատագրեր։ Գիտես, որ մի լավ բարի գործ ես անելու, այդ պատասխանատվությունը կարևորելը անսահման շատ է։ Ես այդպես առավոտյան արթնացել եմ այդ տրամադրությամբ, որ գալու եմ արյուն հանձնելու, ու շատ լավ նախաձեռնություն է, որ հենց ազգային ժողովի տարածքում է իրականանում։ Արյան դոնոր լինելը գիտակցված որոշում է եւ կենսակերպ դոնորների խոսքով հանձնած արյունն իրենց չի վնասում, բայց փրկում է երեխաների, կյանքի ծանր իրավիճակում հայտնված մարդկանց կյանքեր։ Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է։ Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը։ Վերջի տարիների ընթացքում մանավանդ մեկ առողջապահության նախարարի մեծ ներդրումով այդ ոլորտի մեջ հիմա փորձում ենք հասցնենք 5000 տարեկան կամավոր անվարձահատույց դոնորների, որոնք տարին եթե 2 անգամ նույնիսկ հանձնեն, մենք մեր արյան պաշարը կհամալրենք։ Թեև տարեցտարի ավելի շատ մարդիկ են դառնում դոնորներ, սակայն պետք է հիշել, արյան կարիք մշտապես կա ամեն օր։ Դոնորությունը յուրաքանչյուր առողջ մարդու ներդրումն է, մեկ այլ մարդու կյանքը փրկելու գործում։